Գների կարգավորման հարցով այսօր խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովը կանցկացնի հերթական նիստը։ Ըստ օրակարգի նիստում դեղագործական ընկերությունների մասնակցությամբ կքննարկեն դեղերի շուկայի կառուցվածքը, գների ձևավորման շղթան եւ ոլորտի գործառնական գործընթացները։ Հանձնաժողովի նպատակն է ուսումնասիրել առկա իրականությունը եւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի բնակչությունն ունենա հասանելիություն բարձրորակ դեղամիջոցների եւ միաժամանակ գները լինեն ընդունելի բնակչության համար։ Այսօր իրավական հարցերի հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն օտար ազդեցության թափանցիկության մասին Վրաստանի օրենքում կատարվելիք փոփոխությունները։ Ըստ փոփոխությունների օրենքով նախատեսված լիազորությունները հանրային ռեգիստրի ազգային գործակալության փոխարեն կիրականացնի պետական աուդիտի ծառայությունը։ Օրինագծում նշված է, որ ֆիզիկական անձը, որը կարող է ունենալ պետական աուդիտի ծառայության համար անհրաժեշտ տեղեկատվություն, քաղաքական կուսակցության անդամի, ընտրական սուբյեկտի կամ հայտարարված կուսակցական քաղաքական նպատակներ ունեցող անձի ֆինանսական գործունեության վերահսկողության համար եւ որը չի ներկայանա պետական աուդիտի ծառայություն, կարող է հարցաքննվել մագիստրատ դատավորի կողմից։ Օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է իշխող թիմին։ Սիոնի մայր տաճար կրկին բազմաթիվ մարդիկ են գնում եւ ներկա գտնվում Իլիա II հոգու հիշատակի արարողությանը, որը կատարվում է ամեն օր։ Հոգևորականների հայտարարությամբ ծխականները հնարավորություն կունենան մոտենալու գերեզմանին եւ կարճ ժամանակով դիպչելու դրան։ Պատրիարքի փոխանորդ Տեր Շիոյի աղոթք օրհնությամբ հոգևորականները 40 օր շարունակ կանցկացնեն հոգեհանգստի արարողություն երգչախմբի ուղեկցությամբ։ Աղոթողների համար տաճարի դռները ամեն օր բաց են առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 10։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է վերահսկողություն հաստատել Իրանի նավթի նկատմամբ եւ գրավել Իրանի նավթի արտահանման կենտրոնը Խարկ կղզին։ Այդ մասին Դոնալդ Թրամփը խոսել է Financial Times-ի հետ։ Նա նաեւ նշել է, որ Պակիստանի միջնորդությամբ իրականացվող անուղղակի բանակցությունները Իրանի եւ ամերիկյան կողմի միջև հաջողությամբ են ընթանում, սակայն հրադադարի համաձայնագրի ժամկետների վերաբերյալ մեկնաբանություն չի արել։ Իսլամաբադում վարվել են բանակցություններ Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների միջև։ Հանդիպման գլխավոր թեման եղել է Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ առաջարկները, որոնք ուղարկվել են Միացյալ Նահանգներին։ Աղբյուրների պարզաբանմամբ Թուրքիան, Եգիպտոսը եւ Սաուդյան Արաբիան քննարկում են նեղուցում փոխադրումների կառավարման համար համատեղ կոնսորցիում ստեղծելու հնարավորությունը եւ նաեւ Պակիստանին են առաջարկում մասնակցել դրան, սակայն աղբյուրը նշում է, որ Իսլամաբադը պաշտոնական հրավեր չի ստացել եւ չի պատրաստվում անդամակցել։ Սոխումի պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել ինտեգրված թատերախմբի Ազդակի պարտեզ հեղինակային ներկայացման Շնորհակալություն, սիրում եմ քեզ, կներես պրեմիերան։ Երեկոն կազմակերպվել է Աբխազիայի կառավարության եւ ստեղծագործական Վրաստանի աջակցությամբ։ Պրեմիերային ներկա են գտնվել Աբխազիայի կառավարության եւ Թբիլիսիի քաղաքային խորհրդի ներկայացուցիչները։ Բաչո Գաբրուաշվիլիի բեմադրությունը անդրադառնում է արդիական սոցիալական թեմաներին եւ պատմում ժամանակակից հասարակությունում տարբերության ընդունման եւ ներդաշնակ համակեցության անհրաժեշտության մասին։